Քարսաբանաման է։ Բարի եկոս էլի հայրենակիցներ, մեր տաղավարում է գտնվում Unified Young Armenians-ի շաբաթօրյա դասերից հայերեն դասերի սաները եւ այժմ ուզում եմ ներկայացնել ուսուցչուհուն Տիկին Խաչատյանին, որպեսզի տեսնենք այսօր ինչ են պատրաստել նրանք մեր համար։ Խնդրեմ։ Բարի երեկո իմ հայ ժողովուրդ։ Շնորհավորում եմ բոլորիս եւս մեկ անգամ հանդիպելու միասին այս գեղեցիկ առիթով։ Ես կարծում եմ մենք պետք է շնորհակալություն հայտնենք մեր երիտասարդներին։ Պետք է շնորհակալություն հայտնենք, որ մեզ բոլորիս համախմբում են եւ նորից մեր հարցը քայլարշավի ցույցը կազմակերպում են մեզ համար։ Ես չեմ ուզում կոչ անել, ես չեմ ուզում խնդրել, չեմ ուզում որևէ մեկին համոզել, կարծում եմ ամեն մեկը, որ իրեն հայ է զգում եւ պարտականություն ունի մեր զոհերի առաջ եւ ազգային պարտականություն ունի, պետք է անպայման մասնակցի այս թելեթոնին։ Սա ազգային հարց է, սա հպարտության հարց է, սա ինքնության հարց է եւ այս երեխաներին տեսնելով մենք պետք է համոզվենք, որ մենք գործ ունենք անելու։ Շատ շատերը կան, որ կարծում են, որ արդեն ժամանակն է, քայլարշավը կորցրել է իր արդիականությունը, ուրիշ ձևերով պետք է պայքարենք։ Ես որպես ուսուցիչ այդպես չեմ գտնում։ Եթե մեր նախորդները, մեր ծնողները մեզ չփոխանցեին, այսքան մեր հարցը առաջ չէր գնա։ Հպարտանում ենք 20 երկիր ընդունել է ցեղասպանությունը, Ֆրանսիան հետաքրքրված է մեր ցեղասպանության հարցով, իսկ ով տարավ այս հարցը, եթե ոչ նախորդ սերունդները։ Մենք պարտավոր ենք այս հարցը փոխանցենք մեր հաջորդներին եւ տա Աստված կենթանի մնանք այնքան, որ մենք մեր հաղթանակը տեսնենք։ Եվ քայլարշավ ցույցը լինի հաղթանակի արշավ, ոչ թե բողոքի ցույց լինի, այլ հաղթանակի ցույց լինի։ Ես որպես ուսուցիչ կոչ եմ անում մեր բոլոր ծնողներին, ովքեր ունեն հայ երեխաներ եւ նախանձախնդիր են մեր լեզվի, մեր պատմության նկատմամբ։ Պետք է անպայման մասնակցեն, որպեսզի երեխաներին օրինակ լինենք։ Երեխաները տեսնեն, որ ծնողներն ինչքան ոգևորված են այս հարցով, այս հարցը ինչքան կարևոր է մեր ժողովրդի համար։ Դրա համար էլ մասնակցում են։ Մենք պետք է օրինակ լինենք մեր երեխաներին, միայն ասելով չի հայերեն խոսի, հայկական դպրոց գնա։ Այ հայկական հարցերին մենք պետք է գործով ապացուցենք եւ գործով մասնակցենք։ Հիմա ես ուզում եմ մեր երեխաների ելույթը լսեք։ Կարճ ժամանակում պատրաստեցին սա, որպեսզի ներկայանան, իհարկե այստեղ մեկ մասն է, ավելի բարձր դասարանի երեխաները նստած են հեռախոսների առաջ եւ սպասում են ձեր զանգերին։ Հիմա ամբողջնենք մեր երեխաների ելույթը մի փոքր եւ հետո կշարունակենք։ Sirում եմ իմ երկիրը
Ոչ թորն եմ ես, ձենս սար ու ձոր եմ գցել, մելիք, փնտրում եմ քեզ, բայց հիշեցի, դու որտեղից լինես, երբ դարեր առաջ եղար ճիշտ 2.5, պատրաստ մնամ, որ նրա դեմ ելնեմ իմ պապի պես, ինքս էլ մեր ճշնամուն անեմ ճիշտ 2.5. Դուք չգիտեք, թե ինչ սարեր, ինչ ջրեր կան ջինջուպաղ, թե դուք էլ եք ուզում տեսնել, եկեք տանեմ Ղարաբաղ։ Կամուրջներով, քարե կամար, ամրոցներով մեր հզոր, կանցնենք Խաչեն գետը վարար ու կմտնենք Արջաձոր։ Այս սարն անցնենք, այս ձորն անցնենք էլի մի կերման, երեկոյան մենք կհասնենք Ստեփանակերտ աննման։ Ամեն մի գյուղ, ծաղկուն մի կյանք, ծուխը կապույտ ու խաղաղ, փոքր թե մեծ, եկեք գնանք, ձեզ հյուր տանենք Ղարաբաղ։ Վարզենք ձեռքերը վեր, մենք ենք ու սարերը մեր, ծիրանի ծաղկող ծառեր, մենք ենք ու հողերը մեր, օրը բացվում է ու արթնացվում է, մեր սրտի խոսքը Հայաստան, Ուրեգանի ճամփան օտարապ է, հայը մնում է հայ, մենք ենք ու սարերը մեր, հայը հային տեսավ, կյանք է ուսեր, կստեղծենք Հայաստան, մենք ենք ու սարերը մեր, ամեն տարը լույս ու սեր, մենք ենք ու գրերը մեր, հոճրին հաղթանակներ, մենք ենք ու Արցախը մեր, օրը բացվում է ու արթնացնում է, մեր սրտի խոսքը Հայաստան, Ուրեգանի ճամփան օտարապեր, հայը մնում է հայ, մենք ենք ու սարերը մեր, հայը հայի տեսավ, կյանք է ուսեր, կստեղծենք Հայաստան, մենք ենք ու սարերը մեր։ Իմ հայրենիք, աշխարհի չափ սիրում եմ քեզ, դե եւ փոքրիկ, շատ եմ փոքրիկ, բայց արդեն շատ բան գիտեմ ես, գիտեմ, որ միշտ դարեր թշնամին քեզ շատ են եղել, բերել է քեզ մավ ու ավեր, զավակներիդ քեզնից խլել, ուզում եմ ես շուտ մեծանամ, քեզ արժանի զավակ լինեմ, քաջ ու անվաղ զինվոր դառնամ, իմ Հայաստան, քեզ պաշտպանեմ։ Լսիր որդիս բեգան որպես սիրող քմոր խոսքը սրտանց, այսօրվանից հանձնում եմ քեզ հայոց լեզուն հազարագանց, կտրել է նա հանց աստղալույս, երկինքները ժամանակի, շառաչել է խրվահույս լացքի հետ հայկյան նետի, և Մեսրոպի սուրբ հանջարով դարձել է գիր և մագաղատ, դարձել է հույս, դարձել դրոշ, պահել երդմեր անաղարդ, պահիր նրխ բարձր վճիտ Արարատի սուրբ ջնի պես, պահիր նրան սրտիդ մոտիկ քո պապերի աճնի պես, ու ոսոխի զարկիցի սև, դու պաշտպանիր կրծքով նրան, ինչպես մորդ կպաշտպանես, թե սուր քաչեն մորդ վրա, ու տես որդիս, ուր է լինես, այս լուսնի տակ ուր էլ գնաս, թե մորդ անգամ մտքից հանես, քո մայրլեզու լեզուն չմոռանաս։ Ցողունը ծառ է դառնալու, արվակը գետ է դառնալու, ուղին ծառ է դառնալու, Հորթուկը եզ է դառնալու, մտրուկը ձի է դառնալու, կորյունը առյուծ է դառնալու, իսկ դու տղամարդ։ ամպան ձրև է դառնալու, սերմը ծաղիկ է դառնալու, կածանուղի է դառնալու, իսկ դու Ինչ է հայրենիքը, այն է մարդու համար, ուր ծնվել է ինքը, ուր լեզուն է իր մայր, եթե հայրենիքը հեռու է, կարոտյալ,
Չի փրկև բժիշկը։ Պետք է վերադառնալ։ Մարդիկ ջերմակ եք, դեղին եք, շեկ եք և սև եք մարդիկ, բայց լոկ մի գույնը պետք մարդկությանը կապուտակ երկինք։ Մարդիկ, մենք բյուր ենք, բոլորս հյուր ենք, աշխարհում արար, քանի դեռ ողջ ենք, քանի դեռ հող չենք, պաշտպանենք իրար։ Մենք ենք ու սարերը մեր, հայը հային տեսավ, կյանք է ու սեր, կստեղծենք Հայաստան, մենք ենք ու սարերը մեր։ Շնորհակալություն ասենք մեր երեխաներին, որ մի փոքրիկ Հայաստան ներկայացրին մեզ։ Ես հաճելի ձևով տեսա էկրանների վրա բավական մարդիկ արդեն ոգևորված իրենց նվիրատվություններն են կատարում, որի համար շատ շնորհակալություն եմ հայտնում ես իմ կողմից։ Եվ պետք է ասել, որ շաբաթօրյա դպրոցը ինչպես միշտ ասվել է, որ բոլորովին անվճար է, երեխաները այստեղ հնարավորություն ունեն իրենց մայրենի լեզուն ուսումնասիրելու, մշակույթը, պատմությունը եւ մեր երախտապարտ ծնողները տեսնելով արդյունքը, տեսնելով այս երիտասարդների կազմակերպած շաբաթօրյա դպրոցը, նրանց ոգևորությունը, որ վաղը մյուս օր իրենք պետք է հանդիսանան շարունակողներ ես մեր սիրելի, մեր աննման երիտասարդների, տեսեք ինչպիսի սերունդ է աճում եւ ինչքան լավ գեղեցիկ հայերենով են խոսում եւ արտասանում երգում, մեր ծնողների կողմից ունենք նվիրատվություն, շատ հաճելիորեն պետք է ասեմ, $1170 նվիրատվություն են արել շաբաթօրյա դպրոցի ծնողները։ Շատ շնորհակալություն։ Իսկապես արժե։ Ձեր գործին հաջողություն եմ ցանկանում սիրելի երիտասարդներ, մենք ձեր կողքին ենք եւ մենք ենք ձեզ շնորհակալ։ Դուք կարիքը չունեք որևէ մեկից խնդրելու, աղաչելու, մենք ենք շնորհակալ, որ կազմակերպում եք նման մի բան, որ մենք էլ հնարավորություն ունենանք ազգովի հավաքվելու։ Շնորհակալություն։ Սիրելի հայրենակիցներ, տեսակ ինչպիսի շնորհքով եւ հայրենասերեն մեծանում մեր երիտասարդները, իհարկե շնորհիվ UIA-ի եւ ծնողների եւ իհարկե Տիկին Խաչատրյանի, իսկ եթե դուք ցանկանաք, որ ձեր երեխան այցելի մեր շաբաթօրվա դասերը, խնդրում եմ ընդունելության համար զանգահարել 818-383-0018 հեռախոսահամարով։ Այժմ ուզում եմ ձեզ ներկայացնել Ամերիկայում գտնվող Պարուրսևակ ակումբի անդամներ Հակոբ Գյուիմջյանին եւ Ժիրայր Բարսամյանին եւ միկրոֆոնը հազարնանց նրանց բարի խոսքը մաղթելու։ Բարև ձեզ բարեկամներ։ Ես կուզեի ձեզ հայտնել, որ մեր երիտասարդների գործունեությունը շատ հարագից է մեր ակումբի, Պարուրսևակ ակումբի գործունեությունը։ Պարուրսևակ ակումբի մասին մի թեթև տեղեկություն տամ, այն հիմնադրվել է մոտավորապես 2 տարի առաջ եւ գրական մշակութային ակումբ է, հավաքվում են անդամները 2 շաբաթը մեկ 5 շաբթի օրերը, այստեղ ընթերցվում են հայ գրողների հին ու նոր ժամանակակից գրողների, բանաստեղծների ստեղծագործությունները, ընթերցվում են